Աշխատանքները կներկայացնեք այս պահին, որ հատվածներում են որոնում իրականացվում։ Աշխատանքները վաղ առավոտից սկսել են, որոնական աշխատանքները հիմնականում իրականացում 7 ուղղությունով բաժանված է տարբեր տեղամասերի։ Աշխատանքներին ներգրաված են 212 փրկարար ծառայող, 100 ոստիկան, կամավորական, քաղաքացիներ, տեղի բնակիչներ, այլ տեխնիկական միջոցներ եւ մեր մոտոֆեդերացիայի 6 մոտոները համանեգնացներ բոլոր տեխնիկական միջոցները հնարավորինս ընդգրկված են, աշխատանքները շարունակվել են այնքան ժամանակ բոլոր վարկածները, որոնք բնակիչների կողմից կամ մեր կողմից արդեն եւ ոստիկանների կողմից ուսումնասիրվել են, բոլոր վարկածների շուրջ որոնք աշխատանքները շարունակվել են։ Պարոն Կիրակոսյան, գնացքի մոտ են մարդիկ հիմնականում ման գալիս, երեկել էին ասում շատ հնարավոր է, ինչ կա այդ վարկածի հետ կասեք։ Բոլոր այն վարկածները եւ այն տվյալները, որոնք մենք ստանում ենք, անմիջապես արձագանքում ենք, բացի մինչեւ արձագանքելը, քանի որ մենք շեշտեցի, որ 7 ուղղություններով արդեն մենք որոնական աշխատանքներ իրականացնում ենք, այդ տեղամասերում, ուղղություններում ամբողջովին ներգրաված անձնակազմը որոնական աշխատանքները կատարում են։ Դրա համար մեկ անգամ չէ։ Իսկ հավանական տարբերակ է, որ լիճ գնացած կլինի, այնտեղ սուզուրդներ ունեք։ Մենք այնտեղ եւ ունենք աշխատող նավակով եւ լողորդներ փրկարարծարություն, որոնք երեք իրականացել են, հիմա նորից մեր մոտոնավակները իրականացնում են։ Սենց ասեմ, տենց վարկած չկա, որ մենք դա չդիտարկենք եւ այդ ուղղությամբ աշխատենք։ Բայց հավանական համարում եք, որ ջրին հասած կլինի։ Ամեն ինչ հավանական է։ Բոլոր վարկածները, որը մենք մտածում ենք, որ հավանական է, այդ ուղղությամբ աշխատանք իրականացնում ենք։ Բնակիչներից որևէ հուշում բան ստացել եք, թե չէ։ Բնակիչներից նոր շեշտեցի, որևէ հուշում կամ ինֆորմացիա, որ ստանում ենք, մենք ստացել եք այսինքն։ Ստացել ենք ձեր ասած օրինակ լճի ուղղությամբ։ Չնայած այդ ուղղությամբ մշտապես մեր տեսնող է եղել։ Տեսնող չեմ կարող ասել են որտեղ ասել այդ տարածքը նույն որտեղ մենք կայնացենք այդ ուղղությամբ նորից մեկ անգամ չէ, իսկ ասեմ 10 եւ ավել անգամ այդ աշխատանք իրականացնենք, որպեսզի իսպար համոզվենք, որ այդտեղ մենք բացառում ենք երեխայի լինելը կամ չլինելը։ Իսկ շները օտարությամբ ուր են տանում, քանի անձրև չի եկել, ամեն դեպքում թարմ են, չէ՞ հետքերը։ Նայեք, ասեմ, շները ոչ միայն օտարությամբ, այլ այն տեղամասը, որ մենք համարում ենք հավանական տեղամաս, այդ ուղղությամբ կատարում են։ Իսկ աշխատանքների բարդությունը որ ինչու՞մն է կայանում։ Այս պայմանությամբ աշխատանքների բարդություն մենք չենք տեսնում, մեզ համար ոչ մի աշխատանք բարդ չի, քանի որ մեր գլխավոր խնդիրը երեխան գտնելն է։ Մենք բարդությունների առաջ չենք հանդիպում։ Կա կոնկրետ տեղ, որ շները գնում են կոնկրետ այդտեղ։ Կոնկրետ տեղ չկա, կոնկրետ վերջին անգամ որ բնակիչի ասելով տեղ տեսել են տեղամասում արդեն 20 անգամ եւ ավել մենք իրականացել ենք։ Պարոն Կիրակոսյան, բալիկին վերջին անգամ երբ են տեսել։ Ամսի 27-ին որ ժամն են վերջին անգամ տեսել, բնակիչները ինչ են ասում։ Իրենց հավատման վերջին անգամ որտեղ կանացենք այդ տեղամասում ճանապարհին, այդտեղ են տեսել, այլ ինֆորմացիա կոնկրետ տենց։ Դա բնակիչն է, բնակիչները ավելի ստուգած են, մենք բոլոր հավանական տարածքը այդ 7 ուղղություններով, քանի որ ըստ տեխնիկական միջոցների եւ ըստ արդեն ներգրաված անձնակազմի բաշխել ենք եւ իրականացնում ենք։ Ձեզ ինչպես ներկայացնեք։ Ես փրկարարուժերի վարչության պետն եմ, ներքին գործերի փրկարարծառայության փրկարարուժերի վարչության պետ Կիրակոսյան։